Կառավարության որոշմամբ 2025 թվականի բյուջեից Հայաստանի մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 միլիարդ 15 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար, կֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ 1 ծրագիր 240 միլիոն դրամ, Ահարատի մարզ 2 ծրագիր 370 միլիոն դրամ, Արմավիրի մարզ 3 ծրագիր 113 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ 7 ծրագիր 1 միլիարդ 85 միլիոն դրամ, Կոտայքի մարզ 1 ծրագիր 54 միլիոն դրամ, Շիրակի մարզ 4 ծրագիր 156 միլիոն դրամ, Սյունիքի մարզ 1 ծրագիր 7.6 միլիոն դրամ, Տավուշի մարզ 4 ծրագիր 127 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանը հատառհատ թվարկեց բոլորային սուբվենցիոն ծրագրերը, որոնց համար կհատկացվի այդ գումարը։ Վարչապետն անդրադարձավ նաև չզեկուցվող ռեժիմով քննարկված եւ ընդունված որոշման նախագծերից 15 միլիարդ դրամի ճանապարհաշինական եւ կապիտալ ներդրումների նախագծերի փաթեթին, որոնք ընթացքի մեջ են կամ ավարտական փուլում։ Սևան քաղաքից Գեղամավան ծաղկուն գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում ըստ էության այս ծրագիրը նույնպես նախատեսում ենք 25 թվականին ավարտել, համեցեք։ Սա սկսել ենք 2024 թվականի տարեվերջին, եղանակով պայմանավորված արված է աշխատանքների 10%-ը նախատեսված է ավարտել 25 թվականին։ Ընդ որում ես հիշում եք նախկինում կառավարության նիստում քննարկել ենք, որ նաև դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ մենք պետք է զարգացնենք նաև զուգահեռ մայրուղիները։ Վարչապետը հորդորեց ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս հաշվի առնել բնության էական վնաս չտալու հանգամանքը։ Ավելին դրան զուգահեռ քայլեր ձեռնարկել նաև անտարբերականգնման համար։ Փաշինյանը կարևորեց նաև այս տարի Սյունիքում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10.1 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցումը, քանի որ այն ունի մի կարևոր նրբություն։ Սա տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մի փուլն է ներառում։ Սա մեր խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ նաև քննադատում են, ասում են մենք անդադ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք իրականացնում։ Սա այդ գործնական քայլերից մեկն է, որպեսզի մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի։ Հաջորդիվ գործադիրը քննարկեց եւ հաստատեց բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։ Այն միտված է պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ցանքատարածության ավելացմանը, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացմանը։ Ծրագրի նախնական արժեքը կկազմի 1.5 միլիարդ դրամ։ Նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակաճար, հատիկանդեղեն, ոլոր լոբի, ոսպ սիսեր եւ կերային մշակաբույսերի առույթ կորնգան կերի ճակնդեղ մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի ցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Մեր սիրելի գյուղացիները, եթե օրինակ եգիպտացորեն ցանեն, մի հեկտարի համար մենք իրանց կտանք 85,000 դրամ, ճիշտ եմ ասում։ Գարնանացան հացահատիկի համար 70,000 դրամ, հատիկնդեղի մշակաբույսի դեպքում 100,000 դրամ մի հեկտարի պարագայում։ Հիմա ասենք օրինակ նույն եգիպտացորենի մի հեկտար ցանկանելու համար մենք գիտենք ինչքան ծախս է պետք։ Գյուղացին ինչքան ծախս պետք է անի։ Մեր գնահատականներով, նաև մեր հարցումներով, այդ թվում համայնքների հետ զրույցների արդյունքում պարզել ենք, որ վարի ցանքի, բերքահավաքի եւ սերմի հավաստագրված սերմի արժեքը մոտավորապես կազմում է 170,000 դրամ եւ դրա 50%-ի չափով հաշվարկել ենք։ Փաշինյանը հիշեցրեց, որ մարզային այցերի ընթացքում հանդիպել է գյուղացիների հետ, որոնցից շատերը նշել են, որ այսպիսի ծրագրերն իրենց հասու չեն։ Հնչել են այնպիսի հարցեր, որոնց պատասխանը դեռ չունի եւ այդ ուղղությամբ մտածելու կարիք ունի։ Հետևաբար կարծում է, որ այս ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ իրական հասցեատերերին չեն հասնում։ Ըստ Փաշինյանի մեր զարգացման ծրագրերն աշխատում են հատվածական։ Պետք է այդ ծրագիրը վերցնենք, գնանք գյուղ, մոդելավորենք, տեսնենք այսինչ տանձոտ գյուղի թիվ, այսինչ տան հետ ինչ առնչություն ունի այս ծրագիրը։ Այդ տունը, այդ ընտանիքը շանս ունի այդ ծրագրից օգտվելու, թե չունի։
Հետո կտեսնենք, որ ընտանիքների 75-80%-ը ոչ տեսական, ոչ գործնական շանս չունի ծրագրերից օգտվելու։ Չգիտեմ ինչ պետք է տեղի ունենա, որ այդ մարդիկ այդ ծրագրերից օգտվեն։ Այս ամենից զատ գործադիրի անդամները համոզմունք հայտնեցին գնալ հողերի խոշորացման ճանապարհով, քանի որ գյուղատնտեսության զարգացումը տեսանելի եւ արդյունավետ է միայն այդ տարբերակում։ Կառավարությունը հաստատեց նաեւ հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։